Տեսնեմ։ Նախ ուզում եմ ողջունեմ բոլորիդ, նորից եւս մեկ անգամ մենք այսօր սկսելու ենք սեմինարը ամենաարագ զարգացող բիզնեսի հետ կապված Վալբերիս Օզոն վաճառքների կազմակերպումը։ Դա ներկա պահին այդ ոլորտը ոչ միայն հանդիսանում է, այսպես ասած, ավել ինչ որ փոքր եկամուտի մի մաս, այլ մարդիկ դրանով աշխատում են գումար ու սկսում են նույնիսկ զրոյից ու ստանում են մեծ եկամուտներ։ Այսինքն այս հարթակը հիմա հանդիսանում է ամենազարգացող ոլորտներից մեկը։ Եվ մի փոքր խոսեմ ինձնից, ովքեր ինձ չեն ճանաչում, ես գրեթե 5 տարի արդեն զբաղվում եմ on-line վաճառքով, իսկ Վալբերիս Օզոն հարթակներում արդեն 2 տարի եմ ու ինչ խոսելու եմ այսօր, իմ փորձից ելնելով եմ խոսելու։ Կարծում եմ բոլորիդ հետաքրքիր կլինի, ես կտամ այն մոտիվացիան, որը որ ձեզ կօգնի, որ ստեղծեք ձեր բիզնեսը։ Անցնենք Վալբերիսին։ Վալբերիսի մասին խոսելով, այս ստատիստիկան մի փոքր ուշ բացատրեմ, ասեմ, օրինակ, երբ որ դուք ստեղծում եք որևէ բիզնես, այսինքն ստեղծում եք on-line հարթակ առանց Վալբերիսի հետ կապված, դուք աշխատանքներ եք կատարում, առաջինը էջ ստեղծելիս, հաճախորդներ ներգրավելիս, գովազդը, ապրանքի ընտրություն եւ նմանատիպ շատ աշխատանքներ, օրինակ էջի դոմենը գնելիս կամ նմանատիպ աշխատանքներ, դա մեծ ծախսի մասին է խոսքը։ Իսկ Վալբերիսը մեզ տալիս է արդեն այն հնարավորությունը, որի միջոցով մենք ընդհանրապես մեր ապրանքն ենք ներկայացնում ու վաճառում ենք։ Իրենք տալիս են մեզ գնորդների քանակը ու գնորդների քանակը այստեղ քիչ չի, մոտ 80 միլիոն գնորդ ունեն, որ ամեն օր գնում են կատարում մոտ 1 միլիոն ու ավել շարժ է կատարվում Վալբերիսում։ Ու ըստ ստատիստիկայի Վալբերիսում ներկա պահին ամենաշատ վաճառողների քանակը դրանք լինում են միջին ու փոքր բիզնեսները։ Այն 15%-ն էլ մեծ բիզնեսները, բայց հիմնականում իրենք այդքան շահույթի մեջ չեն, դա էլ նշեմ, որովհետև իրենց այդ պրոցենտ վիկուպը ավելի ցածր է, քան մանր բիզնեսներինը, որովհետև մանր բիզնեսը ավելի մեծ աշխատանք է կատարում իր էջի զարգացման համար։ Մոտավոր օրական 20 միլիոն գնում է կատարվում Վալբերիսում։ Դա փոքր թիվ չի, բոլորս էլ լավ գիտենք, որ դա մեծ հնարավորություն ընձեռնող կայք է եւ այստեղ կարող ենք մենք մեծ շահույթներ ունենալ եւ ըստ ստատիստիկայի յուրաքանչյուր տարի վաճառողը մոտ 44%-ի աճ է ունենում։ Ես պատրաստել եմ իմ էջի ստատիստիկան, հիմա ցույց տամ ձեզ։ Սա իմ էջն է, որը որ վերջի 6 ամսվա ստատիստիկան է, նախորդ 6 ամսվա համար մոտ 45%-ի աճ ենք ունեցել, գումարային 95%-ի։ Դա արդեն ասում է նրա մասին, որ բիզնեսը ինքը մեզ շանս տվող է ու մենք կարող ենք անել ավելին, քան մենք կարանք պատկերացնենք, հա, այսինքն նույնիսկ ամսական 1 միլիոնը դա կարող է քիչ թիվ լինել մեզ համար, որովհետև սա ընդամենը 6 ամսվա շարժ է։ Այսպես։ Ինչ է մեզ անհրաժեշտ գրանցվելու համար։ Նախ առաջինը ՀՎՀ-ն, այսինքն մենք պետք է ունենանք գրանցված բիզնես։ Այստեղ չեն կարող մտնել մեր սովորական անձնագրի տվյալներով գրանցում կատարել, պետք է ունենանք գրանցված բիզնես։ Բիզնես գրանցելն էլ կարծում եմ բոլորը տեղյակ եք, հիմա արդեն բանկերում էլ չէ, կարծեմ լինում է գրանցել մեր ՀՎՀ-ն կամ համապատասխան բաժնում եք գնում 3000 դրամ ընդամենը գրանցումը։ Եվ իրավաբանական հաշիվ։ Իրավաբանական հաշիվը ցանկացած բանկում կարող եք բացել եւ սպասարկվել։ Այդտեղ լինելու է ընդամենը 200 դրամ, որի օգնությամբ է գրանցելու ենք մեր Վալբերիսի էջը։ Հիմա այն մինիմալ ստավկեն է, հա, որ 200 դրամով կարողանում են գրանցվենք, օրինակ ես որ գրանցվել եմ 50000 դրամ է եղել, հետո ովքեր տեղյակ են, մինչև 125000 դրամ բարձրացավ ու իջավ 200 դրամ։ Այսինքն, հա, 200,000-ով էլ է եղել այն ամենասկիզբը։ Դրա համար, եթե որոշել եք, այն ճիշտ ժամանակն է, որտեղ չենք կարող ասենք ինչքան կտևի։ Բան հարցնեմ, էլի, ԱՁ գրանցվելու համար, ասենք, բիզնես նշելը, հենց on-line հարթակում վաճառելու համար, նշում ես on-line վաճառք։ Հա, on-line վաճառք։ Հա, իմ բիզնեսը հենց on-line վաճառքով է բացված։
Չնայած կարաք սովորական վաճառք էլ անեք, եթե օրինակ ինչ-որ խանութում վաճառում եք, որտեղ մեկը մեկին չի խանգարում, դա ուղղակի գրանցման ձևն է։ Չէ, ասենք ես հիմա ունեմ իմ գործը, բայց ասենք չունեմ, ուզում եմ on-line հարթակում վաճառ կանեմ, լավ դեպքում Online, հա, online վաճառքագրվում հենց։ Yes. Ուրեմն գրանցման համար մենք մուտք ենք գործում seller.wildberries.ru կայքը։ Այստեղ մեզ ասում է, որ գրանցման համար պետք է ընդհանրապես սեղմենք վայցի ու առաջ գնանք։ Անհրաժեշտ է մեր հեռախոսահամարը։ Հեռախոսահամարը լրացնելիս պետք է նախ իմանանք, որ պետք է ունենանք մենք սովորական գնողի էջ, որ մենք կարողանանք գրանցվենք որպես վաճառող։ Այսինքն սովորական մեր Wildberries-ի էջը պարտադիր համարը պետք է նույնականացվի երկու տեղում էլ։ Այստեղ գրում ենք մեր հեռախոսահամարը ու առաջ ենք գնում։ Ողջունի խոսքերն են բնականաբար ու տալիս ենք «Перейти к регистрации»։ Ընտրում ենք երկիրը, ովքեր տեղյակ չեն, Wildberries-ը արդեն գրեթե բոլոր SNG երկրներում առկա է, վաճառքը գնում է անմիջապես այնտեղ, այսինքն մենք չենք ընտրում ենք որտեղ վաճառենք։ Վաճառքը միանգամից գնում է տվյալ բոլոր երկրներում, որը որ նշված է։ Հիմնականում ասեմ, որ վաճառքի 85%-ը գնում է Ռուսաստան ու նմանատիպ երկրներ, Հայաստանում շատ քիչ վաճառք է լինում, սովորաբար։ Իհարկե, ընտրում ենք այստեղ արդեն մեր ԱԶ-ի, այսպես ասած, հարկվճարելու ձևը։ Հիմնականում Հայաստանում բնականաբար ԻՊ bez NDS, այսինքն մենք ԱԱՀ չենք վճարում ԱԶ-ով աշխատելու դեպքում։ Իսկ եթե վճարում եք, չնայած Հայաստանում ինչքան տեղյակ եմ, չի լինում, հիմնական ռուսական ԱԶ-ներն են, որ կարող են NDS-ով աշխատել, կամ եթե ՍՊ եք, ընտրում եք օրգանիզացիա bez NDS կամ NDS-ով։ Այստեղ պարտադիր դաշտ է, որ ճիշտ նշվի, որովհետև հետագայում Wildberries-ը որ հաշիվներ է դուրս գրում, արդեն դրա հիման վրա է լինում իր արժեքներից ելնելով։ Արժեքների վրա NDS-ը ավելանում է, եթե սխալ ենք նշում։ Ուրեմն այստեղ արդեն տվյալների լրացնելու մասն է, նշում ենք մեր ՀՎՀ-ն, անգլերեն տարբերակով պետք է նշենք կարճ անվանումը մեր ԱԶ-ի ու երկար անվանումը։ Այստեղ նշել եմ ՍՊ Վարդուհի Սարգսյան, օրինակ, եւ կամ Sole Proprietor Վարդուհի Սարգսյան Արամի, այսինքն ավելի երկար տարբերակը դա դոկումենտացիայի համար է հարկավոր։ Այս ամենը լրացնելուց հետո գալիս է այն պահնա, որ 200 դրամը պետքա մենք վճարենք, որ տալիս ենք պակասած ռեկվիզիտի, արդեն ամբողջ ինֆորմացիան տալիս է, թե ոնց փոխանցումը կատարենք, որ ճիշտ լինի։ Իրենց նշված հաշվեհամարին փոխանցում ենք, նշելով իրենց ֆիրման ու նպատակ դաշտը արդեն տալիս է ոնց նշենք, որ ճիշտ գնա։ 200 դրամը փոխանցում ենք եւ դրանից հետո պետք է պարտադիր կտրոն ունենանք, որովհետեւ գցելու են կտրոնը այստեղ։ Հա, այդ դաշտը չեմ ստալի։ Կտրոնը գցում ենք այդտեղ ու սպասում ենք 1-ից 5 աշխատանքային օր։ Հիմնականում 2-3 օր է տևում, ոչ ավել, ու ինչպես հասկանալ գրանցվել է մեր էջը, թե չէ։ Նախ հա, նշեմ, որ եթե մեր ՀՎՀ-ն սխալ ենք նշում կամ որևէ այլ տվյալ, էլ չենք կարող փոփոխենք։ Այս մասը շատ կարևոր է։ Եթե սկսեք գրանցվել, պարտադիր պետք է շատ ուշադիր լինել, որտեղ փոփոխել հնարավոր չի, նորից նոր էջ պետք է ստեղծեք։ Ու ինչպես հասկանալ, որ էջը գրանցված է, թե չէ, երբ որ նույն ձև մտնում եք էլի ձեր հեռախոսահամարով նույնականացնում եք, արդեն ձեր աշխատանքային էջը բացվում է։ Աշխատանքային էջը բացվելուց հետո հաջորդը արդեն տվյալների լրացնելու մասն է։ Название մագազին, օրինակ դուք պայմանական ընտրում եք որևէ անուն, որով որ դուք հանդես եք գալու Wildberries-ում, օրինակ այստեղ Rosie Cosmetics կամ նմանատիպ այլ անուններ, որը որ դուք եք ուզում։ Այստեղ բաց մասերից այն է, որ պետք է նաև լրացնենք մեր հասցեն, юридический адресը, պարտադիր ճիշտ է նույնպես պետք է լրացվի եւ расчетный счёт-ը, ձեր հաշվեհամարը, որին որ նստելու է ձեր գումարները։ Վաճառքի դեպքում Wildberries-ը վճարներ անում է յուրաքանչյուր 2 շաբթի, նստում է ցույց է տալիս, որ հասանելի է այսքան միջոց, դուք հանում եք ամեն 2 շաբթի ստանում եք ձեր վճարումները։ Այսպես։ Հիմա նշեմ այս մասը, ովքեր որ
ցանկանում են որպես մենեջեր հանդես գան, մենեջերը ասեմ ինչով է տարբերում վաճառողից։ Դա նույն ֆունկցիան կատարող անձ է, ով ինքը պատասխանատու չի տվյալ ապրանքի համար, այսինքն այդ ապրանքը իրեն չի պատկանում, բայց ինքը նույն ձև աշխատում է այս էջով։ Այստեղ պարզապես ավելացնում ենք пригласить пользователь, ավելացնում ենք տվյալ մարդու տվյալները, ով մտնելու է ու ձեր տվյալները հսկելու է, ու կարող եք դուք ինքներդ որոշել ինչ հաշիվների վրա կարա ինքը դոստուպ ունենա, հա, ֆինանսների կամ որևէ այլ դոկումենտների հարցերին պատասխանելու կամ նմանատիպ այլ բոլոր տվյալները նշված է, որին որ դուք կարող եք թույլ տալ, որ ինքը զբաղվի կամ կարտոչկաների հետ աշխատելու։ Ինչպես նաև եթե որոշեք գրանցվեք, ինձ կարող եք ավելացնել նույնպես որպես պոլզվեցել, որ ես ձեր էջը կարողանամ ընթացքում հսկել ու հասկանամ ձեզ ինչով օգնեմ, այդպես շատ հեշտ է ստացվում։ Չէ, հեռախոսահամարն եք նշում, այնտեղ ես արդեն մտնում եմ իմ էջից, տեսնում եմ։ Որ տալիս եք пригласить пользователь, մենակ հեռախոսահամարի դաշտն է։ Եվ ուզում եմ անվտանգության մասին եւս խոսել, սա կարևոր դաշտերից մեկն է, որ պարտադիր պետքա դնեք դուխ-ֆակտորնի աուտենտիֆիկացիան, որովհետև այն փաստը, որ կարող են ձեր էջը կոտրել, շատ մեծ է, էլի, վալբերի սումանավան, եթե մեծ վաճառքների մասին է խոսքը, պարտադիր այս մասը անպայման ավելացնում եք ձեր պոչտան, ակտիվացնում եք դուխ-էտապնի աուտենտիֆիկացիան, ու որ էջ եք մտնում երկու տեղով էլ եւ SMS եւ mail-ին հաղորդագրություն գալիս է, որ դուք իմանաք ձեր էջի մուտքն ու ելքը։ Սա գրանցման մասը։ Հիմա որպեսզի հասկանաք էջը ինչպիսի տեսք ունի, ես պատրաստել եմ նկարներ, եկեք միասին նայենք ու մանրամասն ասեմ, թե որտեղ որ մասն է ու ինչա մեզ տալիս այդ ինֆորմացիան։ Նախ այստեղ ուզում եմ խոսել բալանսի մասին։ Եթե տեսնեք, բալանսը ցույց է տալիս, բայց տալիս է можно вывести 0։ Սա ինչի հետ կապված է։ Մեզ Firebase-ը վճարում եմ յուրաքանչյուր շաբաթվա համար 1 շաբաթ հետո, այսինքն այս շաբաթվա գումարը մենք կստանանք երկրորդ շաբաթում։ Եվ ամեն 2 շաբթի տալիս է այդ բալանսը, որը որ այդ շաբաթում աշխատել եք։ Այդտեղից նոր տալիս եք վիվեստի ու դուրս փոխանցվում է ձեր հաշվին։ Մոտ 1-ից 2-3 մաքսիմում 5 աշխատանքային օր է տևում, մինչև գումարը ձեր հաշվին է նստում։ Այստեղ ֆինանսովի отчетներն է այդ բաժնում ցույց տալի եւ ձեր կատարած գործարքները։ Կարևոր մասը задачи по магазину, այստեղ ցույց է տալի այն կարևոր մասերը, որը որ ձեզ պետք է գալու։ Ответы на отзывы, այստեղ այն օձիվներն են, որոնց դուք չեք պատասխանել։ Իրականում կարաք պատասխանեք, կարաք եւ չպատասխանեք, դա ոչ լավ է, ոչ վատ է, բայց ցանկալի է կապը դեպի գնորդը միշտ լինի։ Եվ անցնեմ հաջորդը, ответы покупателей в чате, եթե չաթով ձեզ օրինակ ինչ-որ բան են հարցնում, այդ դաշտում է ցույց տալի, որտեղից որ կարող եք տեսնել։ Այնուհետև правообладатели, երբ որ ինչ-որ հայտ է լինում։ Սրա մասին այսպես խոսեմ, կարևոր հարց է, որովհետև դուք չեք կարող վաճառել այն ապրանքը, որը որ ունի հեղինակային իրավունք։ Այսինքն, օրինակ, ձեզ բերեմ օրինակ Mixit ֆիրման, հա, բրենդը։ Դուք իր ապրանքը չեք կարող վաճառել, որովհետև իրենք կարող են հայտ ներկայացնել, պահանջել փաստաթղթեր համապատասխան։ Եթե տվյալ փաստաթղթերը չլինի, ապա բլոկավորվում է ձեր էջը, ձեր քարտը ու հնարավորություն չի տալի, որպեսզի դուք հետագայում աշխատեք։ Կարա լինի ժամանակավոր այդ process-ը, բայց ամենայն դեպս իմանաք, որ չի թույլատրվում կամ պետք է ունենաք փաստաթղթեր։ Собрать заказ FBS։ FBS-ի մասին հաջորդ դասին պատմելու եմ, այսինքն վաճառքի ձևերը, հա։ FBS-ը դա այն տարբերակն է, երբ վաճառք լինում է, մենք այստեղ հավաքում ենք պատվերը, տանում ենք մեզ մոտակա պունկտ выдачи, դա տեղյակ եք, այստեղ ունենք, շատ հանգիստ ընդունում են, արդեն 2 տարի է աշխատում ենք միասին, ոչ մի խնդիր չի առաջանում, շատ նորմալ, ակուրատնի հասնում է ապրանքները տեղ։ Մեր ապրանքների դաշտը այդտեղ է, եթե աշխատում եք FBS տարբերակով։ Եթե չէ, այդտեղ ոչ մի հայտ չի լինում։ Մնացած բոլոր վաճառքները ուրիշ դաշտում է ցույց տալի։ Обработать заявки на возврат, եթե возвратներ ունենում եք տվյալ դաշտում է ցույց տալի, проблемный товары տոկոսային այստեղ ցույց է տալի, եթե օրինակ ապրանքը վնասված է հասնում կամ նմանատիպ այլ խնդիրներ են լինում, այդ դեպքում տոկոսային այսպես ցույց է տալի։ Ցանկալի է, որ այս տոկոսը 10%-ից ավել չլինի, որովհետև նորից եմ ասում, ձեր
ապրանքի կարտոչկայի դիրքը ընկնում է պրոբլեմի տավարների հետ կապված, այսինքն դիտելիությունը ցածրանում է տոկոսի բարձրանալու հետ մեկտեղ։ Դրա համար պետք է ընտրենք ճիշտ ապրանք, որակով ապրանք ու ոչ թե մեզ խաբենք ու գնորդին, այլ տանք գնորդին այն ինչը որ ինքը ակնկալում է։ Դա էլ իմանանք։ Հարցերը, եթե հարցեր կան, այդտեղա ցույց տալի ответить на вопросы, հարցերին եթե չեք պատասխանում, դա էջում չի ցույց տալի, դա նախապես ասեմ, որովհետև այնտեղ մեկ-մեկ վիրավորական հարցեր են գրում, չգիտեմ, եթե աշխատեք, հետագայում կտեսնեք, որ օրինակ խափում եք կամ սենց կամ նենց, ինչի չեք բան գրում ես այն, դուք կարաք պարզապես չպատասխանեք, որ էջում ցույց չտա, կամ պատասխանեք հենց այդ ով որ գրում է։ Եթե նմանատիպ հարցեր են լինում, կան հարցեր, որոնց պատասխանները դուք արդեն տվել եք, մի այնտեղ որ դաշտը բացում են, ցույց է տալի էլի հարցերն ու պատասխանները։ Եթե պատասխանել եք, չեք ցանկանում պատասխանել, նույնպես այստեղ կկուտակվի ու այդպես կմնա։ Получить возврат на ПВС։ Եթե ունենում եք խնդրահարույց ապրանքներ, հիմնականում գալիս է ձեր նշված պունկտերը, օրինակ մեր այստեղի ընդունման կետը, եթե խնդրահարույց է, եթե չէ, նորից գնում է պահեստ ու ենթակա է նորից վաճառքի։ Եթե խնդրահարույց է, գալիս է այստեղ, ինչպես եք այդ վերցնում, մոտենում եք, այնտեղ ձեր գնորդի էջում QR կոդը տալիս է, QR կոդով նորից սկանավորում եմ ոնց որ նոր ապրանք ու վերցնում եք։ Այս մասը, որը որ մեզ պետքա կաներ, հիմա անցնենք գրաֆիկին։ Այստեղ հիմնականում ցույց է տալի մեր օրվա վաճառքները, ստատիստիկան, օրվա ու շաբաթվա հետ կապված, ինչպես նաև վիկուպը ու պրիխոդ-ռասխոդը, բոլորը թվերի տեսքով այստեղ կարող եք տեսնել։ Եվ նորությունների մասը եւս ցույց տամ, նորությունները շատ պարտադիր է կարդալ, որովհետև գիտեք, մեր երկրում, ինչպես նաև Ռուսաստանում անընդհատ օրենքների փոփոխություն է տեղի ունենում ու մենք պետքա հետևենք այս ամեն ինչին։ Եթե ինչ, ես անընդհատ կապի մեջ եմ, նորից եմ ասում, ու նմանատիպ ինֆորմացիան ձեզ կարող եմ անընդհատ տալ, որպեսզի ինչ-որ մի բաց չունենաք, հա, կապի մեջ որ լինենք, արդեն հետագայում ձեզ կասեմ փոփոխությունները։ Բանի հետ կապված է, չեսնիզնակի հետ կապված է ասեմ, որ հուլիսի 1-ից է այդ օրենքը գործելու, մինչև այդ ժամանակ ունեք, էլի, այդ հարցերը լուծելու համար։ Հուլիսի 1-ից նոր արդեն արգելվում է տվյալ ապրանքները վաճառել SNG-ով։ Չէ, հիմա ժամանակ կարտոնյալ ժամանակ են տվել մինչև հուլիսի 1-ը։ Հեռախոսով լինում է, բայց հանկալի չի, որ հասկանանք, էլի ճիշտ է գրանցումը գնում, թե չէ, որովհետև այնտեղ հա, լինում է, իհարկե լինում է, բայց էլի համակարգիչ ունեցեք, որովհետև ընթացքում շատ օրինակ աչոտնների ձևերը հեռախոսով չեք կարող հանեք, որը դա ձեզ պետք է գալու։ Քարտերի հետ աշխատանքը հեռախոսով մասամբ ցույց տալի, ամբողջական չի ցույց տալի, այնտեղ дополнительный դաշտեր կա, որը որ մենակ համակարգչով է ցույց տալի։ Այսպես է ներքևի հատվածն է այս մեր էջի, այստեղ օձիվներն է ցույց տալի ու վապրոսները արդեն բաց տեսքով, աչոտների ամենաշատ օգտագործվող ձևերը նույնպես по продажам, по остатки на складе, այս ամբողջը մենք առանձին ուսումնասիրելու ենք ու ձեզ բացատրելու եմ, որը ինչպես մեզ օգուտ կտա։ Եվ воронка продаж, այստեղ մեր ստատիստիկան է, օրինակ կոնվերսիա в корзину 1%-ով ավելացել է անցած շաբաթվա նկատմամբ։ Այսինքն, ինչքան մարդ է դիտել մեր ապրանքը ու քանի տոկոսն է կորզինա արել, 8%-ը, իսկ 8%-ի 11%-ը արդեն գնել է մեր ապրանքը։ Սա վառոնկան է, որը էլի շատ մեզ պետք է գալի, այսինքն մենք պետք է հասկանանք մեր ապրանքի նկարը գնորդին գրավում է, թե ոչ, որ այս տոկոսը դրան է ելնում, էլի, հասկանանք մեզ օգուտ տալիս է նկարը, թե չէ։ Եվ ինչպես ասեցի, տեղի գնումները, այսինքն Հայաստանի տարածքում շատ քիչ տոկոս է կազմում, ընդամենը 14%, ու ստատիստիկան մեր դաստավկայի շատ ազդում է նաև մեր վաճառքների վրա։ Ինչքան այդ դաստավկեն ցածր օրերով քիչ է լինում, այնքան օգուտ մեզ է լինում, որովհետև ապրանքի դիտելիությունը բարձրանում է վերև կամ ներքև։ Եթե մենք ուշացնում ենք օրինակ ապրանքի դաստավկեն, դրանից հետ կապված ավելի զապրոսը քչանում է, էլի, ու սկսում է չաշխատել մեր քարտը։
Օձիվները շատ կարևոր են մեզ համար, որովհետև եթե օձիվը 4-ից ցածր է լինում, նորից եմ ասում, ապրանքի դիտելիությունը ընկնում է, այդ ամեն ինչը տանում է հենց մեր ապրանքի վաճառքին։ Պետք է 4-ից մինչև 5 լինի, ցանկալի է 4.6 ամենակիչը, 4.5։ Դրանից ցածր որ լինում է, արդեն մենք էլ ենք գնում, էլի գիտենք, եթե օրինակ ցածր է լինում ստատիստիկան, արդեն չենք վստահում, հա։ Նշանակում է ապրանքի հետ խնդիր կա ու մենք գնում չենք կատարում։ Վիկուպի տոկոսը, այստեղ 66% է, դա ինչ է իրենից ներկայացնում, որ պատվիրված ապրանքների ընդամենը 66%-ն է, որ վերցնում են գնորդները։ Կոնկրետ այս դեպքում, բայց նորից եմ նշում, օրինակ մեծ բիզնեսների հաշվով, այստեղ ստատիստիկան ավելի ցածր է լինում, եթե նկատած կլինեք հագուստների ու կոշիկների խանութների տոկոսը շատ ցածր է, մոտ 33, 20-ից 40%, որովհետև օրինակ նմանատիպ ապրանքները կարող են շատ վաճառվել, բայց շատ պատվեր լինի, բայց քիչը վերցնեն։ Օրինակ մենք ինքներս էլ չէ 3 հատ պատվիրում ենք չափերը կամ տեսակները, մեկը ընտրում ենք։ Դա դրա հետ կապված է։ Այսպես ближайшие поставки, այստեղ օրինակ եթե դուք ապրանք եք տանում պահեստ, այստեղ ցույց է տալու ձեր պահեստի համարը, ընդունման օրը եւ որտեղ ենք մենք հանձնում։ Օրինակ ինքս Երևանի պահեստ եմ հիմնականում տանում, որովհետև այդպես ավելի հեշտ է աշխատելու ու ապրանքի որակին կարողանում ենք հետևենք։ Ու եթե ապրանք օրինակ չի վաճառվում, մենք պետք է մոտենանք ու տվյալ պահեստից հետ վերցնենք, օրինակ եմ ասում, եթե լինի տվյալ պահեստը Ռուսաստան, դուք պատկերացրեք ինչ մեծ ծախսի մասին է խոսքը, որպեսզի մեզ հասնի։ Իհարկե, սկզբնականում օրինակ ես խորհուրդ կտամ, որ FEBES տարբերակով աշխատենք, որ խնդիրներ չունենանք։ Հա, այստեղ հանձնենք, հասկանանք, որ ապրանքն է վաճառում, ամսվա կտրվածքով քանի հատ է վաճառվում, նոր ըստ դրա արդեն պահեստ հանձնենք։ Այստեղ ուզում եմ նաև խոսել այս բաժինների հետ կապված տավարի ցենի։ Այստեղ մեզ տալի այս այն դաշտն է, որտեղով որ մենք ապրանք քարտի հետ աշխատում ենք։ Կարտոչկա տավարը մտնում ենք այդտեղ ու սկսում ենք քարտերի հետ աշխատել։ Այստեղ կա AB տեստի, այստեղ չեմ ուզում շատ մանրամասնեմ, բայց եկեք խոսանք բոլորի մասին, որովհետև մեզ հաստատ պետք է գալու։ Սա հիմնականում վճարովի ծառայություն է, դա իրենից ինչ է ներկայացնում, որ օրինակ դուք ունեք քարտ ու չգիտեք, որ աբլոշկան է ծախվող, դուք ներկայացնում եք 2 աբլոշկայով վաճառք։ Այսինքն ձեզ էջը թույլ է տալիս, որ դուք 2 աբլոշկա դնեք ու տեսնեք, որ աբլոշկան է ձեզ ավելի շատ վաճառք բերում։ Ըստ դրա որոշեք, որ ապրանքին ինչ գլխավոր նկար դնեք։ Այնուհետև ռեկոմենդացիա այստեղ տալիս է, թե էլի վճարովի ծառայությունը, օրինակ ձեր ապրանքը նայեցին, տաբատա, օրինակ։ Եթե տաբատա, դուք կարող եք ռեկոմենդացիա դնել, օրինակ դրան համապատասխան ինչ-որ բլուզկա, հա, վերխ։ Ու ինքը այդ ցույց է տալի ապրանքը նայելուց հետո, անմիջապես բերում է, որ դուք կարող եք որպես ռեկոմենդացիա դա բացել։ My brand-ի, օրինակ, եթե դուք որևէ ֆիրմայի ապրանքներ եք վաճառում, այստեղ բոլոր ֆիրմաները ցույց է տալու։ Управление ценами, այստեղ գների հետ աշխատելը այստեղ են կատարում, գների փոփոխություն, ակցիաներին մասնակցելը եւ բոլոր նմանատիպ աշխատանքները կատարվելու է այդ բաժնում։ Այստեղ կան նաև կալենդար ակցիի, սրա մասին կուզենամ փոքր ավել խոսեմ, չնայած մանրամասնելու եմ, բայց ամենայն դեպս հիմա էլ ասեմ։ Ովքեր տեղյակ չեն, Վալբերիսը ունի ավտոակցիաներ, այսինքն ձեր ապրանքը ինքը իրավունք ունի ավտոմատ դնի ակցիայի տակ ու կարա նույնիսկ մինչև 70-80% զեղչ դնի։ Դրա համար պարտադիր պայման է, որ մենք շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ մեր ապրանքների գները ստուգենք։ Չնայած կա բաժին, որ կարող ենք մինիմալնի գին դնենք, որ դրանից ցածր չիջնի, բայց ամենայն դեպս պարտադիր գները վերահսկման ենթակա են, առանց վերահսկման կունենանք մեծ ծախսեր։ Ունեմ ինքս շատ ծանոթներ, որ առանց իմանալու նման ֆունկցիայի մասին ապրանքները 2000 հատ վաճառք ա գնացել ինքնարժեքից ցածր։ Դրա համար դա պարտադիր պայման է, որ գները պարտադիր հսկվին մեր կողմից։ Կոմունիկացիան նորից ասեմ, նույն բաներն այստեղ, օծիվ վապրոսները, закрепленные отзывы, սա էլի նույնպես վճարովի ծառայություն է, չնայած այդքան պետքական չի, բայց եթե հետագայում
մեծանա մեր ընկերությունը, օրինակ ցանկալի բան է, որովհետև եթե 10,000-ատ օձիվ ունեք, ցանկալի է մեկը երևա այդտեղ ու հավատացեք, եթե դուք շատ-շատ վաճառք ունեք, այս վճարները ձեր աչքին չի երևա, այսպես ասած։ Եվ բացրատի покупатели այդ երբ որ վերադարձ են անում, հայտերն այդտեղ, օրինակ եթե ապրանք ունեք, վաճառվել է ու գնորդը տեսել է, որ խնդիր կա տվյալ ապրանքի հետ կապված, այդ բոլոր հայտերը այստեղ է ցույց տալիս։ Սա այսպես Stavki заказի, այստեղ արդեն մեր աշխատելու ձևերն են, Sklad VB, այսինքն այս այն դաշտն է, որտեղ մենք աշխատելու ենք մեր ապրանքի հետ, եթե ապրանքը գնա ուղարկենք պահեստ։ Պահեստում աշխատելու տարբերակները այստեղ է ցույց տալի, поставки-ը, տարիֆները, վազրատները ու նմանատիպ այլ հարցեր, բոլորը ամբողջ այստեղ է լինելու, մենք մեր հաջորդ դասին դա արդեն մանրամասն ուսումնասիրելու ենք, ու ես ձեզ ասելու եմ, թե ինչպես աշխատենք։ Դրա համար հիմա շատ չմանրամասնեմ, ու FBS տարբերակը դա արդեն այս այն դեպքն է, երբ մեր պահեստը մեր տանն է կամ ինչ-որ մեր տարածքում է, որտեղից վաճառք լինելու դեպքում փաթեթավորում ենք, ուղարկում ենք Valberis։ Նաև այստեղ կարտա Sklada վի տարիֆի։ Տարիֆները դրանք պահեստում պահվելու գներն են, օրինակ ամեն մի Sklad ունի իր տարիֆը։ Skladներ կան հիմա ներկապահին, նոր բացված պահեստները, որոնք դատարկ են, հիմնականում պահելավճար չեն ունենում ու 0 են լինում, բայց ոչ միշտ շատ օգտագործելի պահեստներ, էլի ծախսը շատ է լինում լոգիստիկա, օրինակ տվյալ պահեստից մեկ այլ տեղ գնալը։ Եվ իհարկե կարտան, որպեսզի հասկանաք ինչպիսի պահեստներ ունենք մոտակայքում, հիմնականում այստեղ մեկն է, բայց հայտարարել են, որ մարտի 30-ից պետք է նոր Sklad բացվի, դեռ հստակ ինֆորմացիա չկա, այսինքն չէ, Հայաստանում էլ նկատի ունեմ, Երևան, երկրորդ Skladն է բացվում, որովհետև տեղ արդեն չկա, օրինակ նոր տարուն որոշեցին նոյեմբերի վերջ ապրանք տանեն պահեստ, պատկերացրեք բացարձակ տեղ չունեին ու ես չկարողացա նոր տարվա այդ փիկին, որ ապրանք հասցնեի, որ վաճառքը գնար։ Ստիպված FBS տարբերակով եմ աշխատել, բայց էդ էլ ինչով է վատ FBS-ը այդ պիկ ժամանակ, որ ապրանքը ուշ է հասնում գնորդին ու վազվրատները այստեղ շատ-շատ է լինում։ Հա։ Հա, դե պատկերացրեք, պատվերը եկավ, դուք մի օր ձեզ պետք է չէ, որ փաթեթավորեք, միջինում եմ ասում, օրինակ ինձ մեկ օր պետք է գալիս, նույնիսկ 2 օր, որովհետև օրինակ եթե այս ժամին պատվերը լինի, ես երեկոյան կփաթեթավորեմ, հաջորդ օր նոր կեսօրին կհասցնեմ, այսինքն 1 սուտկա գնաց։ Դա այդպես հանձնում ենք, ամեն օր չի, որ առաքիչ է լինում, որ տանի այստեղից, 2-3 օր էլ այստեղից մինչև հասնում է պահեստ, պահեստից է բնականաբար մինչև գնորդին է գնում, երկար ժամանակ է տևում։ Նոր տարունն էլ այն ամենապիկ ժամանակն է ու առաքումները մի փոքր ուշ է հասնում։ Եվ ընդհանրապես, եթե օրինակ տոնորերը սպասվում է, կարաք պատրաստվեք, որովհետև տոնորերին միշտ վաճառքները շատ-շատ է լինում։ Օրինակ մարտի 8-ի հետ կապված արդեն փետրվար ամսին վաճառքները մեծացավ, հիմա մարտ ամիսը շատ պասիվ ամիս է։ Այսպես։ Անալիտիկան, սա ամենալավ մասն է։ Այս մեզ շատ է պետք գալու, բայց աշխատելը մի փոքր դժվար կլինի, եթե օրինակ գրաֆիկաների հետ աշխատել վիճակի չեք կամ դժվար է հասկանալը, չնայած ես ձեզ ամենակարևոր գրաֆիկների հետ ծանոթացնելու եմ, անալիտիկան ուսումնասիրելու ենք։ Կարևոր անալիտիկան իհարկե Воронка продажան, նշեմ, որ Valberis-ը միակ հարթակն է, որ մեզ ամբողջ անալիտիկան անվճար տրամադրում է։ Օրինակ Օզոնով դուք չեք կարող մտնեք ու անալիտիկա նայեք, այնտեղ ամբողջը վճարովի է։ Օզոնով մենակ տեսնում եք ձեր վաճառքի տոկոսը ու վերջ։ Ոչ մի ավել ինֆորմացիա մեզ չի տալիս։ Դրա համար Օզոնին ես այդքան շատ ժամեր չեմ տրամադրում, մեկ դասով կսահմանափակվենք, որովհետև ինքը այդքան մեծ աշխատանք չի իրենից պահանջում, գրանցումն էլ անվճար արագ է ստացվում ու edge-ի հետ աշխատելը բավականին կարճ է, որովհետև մնացած ֆունկցիաները վճարովի է իրենց մոտ։ Անալիզ նիշ, այս էլ է շատ կարևոր մաս մեր վաճառքների հետ կապված, աչյոտները ու կալկուլյատոր պրիբիլի, այս էլ կարևոր մաս է, նորից ասում եմ, մենք առանձին դաս ունենք, դա մանրամասնելու ենք, այս կալկուլյատորով մենք կարող ենք հասկանանք, օրինակ մեր վաճառքը ճիշտ է գնում, թե չէ։
ցույց է տալի մեր գինը, որ նշում ենք, մեր ինքնարժեքն ենք նշում, ծախսերը ու ձեզ կասի Wildberries-ը իր պահումներով եւ լոգիստիկայի հետ մեկտեղ, թե մեզ ինչքան մնացորդ կմնա տվյալ վաճառքներից հետո։ Իսկ դուք հարցեր չունեք ընդհանրապես։ Լոգիստիկայի համար ինչ-որ գումար Մինուս է գնում, եթե հաշվի վրա գումար չի լինում, մինուս է գնում, ուղղակի։ Հետո գնումից հետո նոր քաշում է։ Չէ, գումար դուք չեք կարա, դուք ձեր բալանսին գումար միևնույնն է չեք կարա մտցնեք, մենակ ձեր վաճառքների դեպքում է բալանսի վրա գումար լինում։ Այստեղ հնարավորություն չկա, որ ավելացնես։ Այս պրոդվիժենիան որ կա, մենակ այդտեղ է լինում գումար լիցքավորել զուտ գովազդներ միացնելու համար։ Գովազդներն էլ ասեմ, որ շատ լավ է աշխատում, հենց Wildberries-ի մեջի գովազդները, օրինակ արտաքին գովազդը նույնպես կարող ենք օգտագործել, բայց ներքին գովազդը շատ լավ է աշխատում ու մեծ գների մասին չի խոսքը, այստեղ քիչ գումարներ է պահանջում, որպեսզի ստանանք ցանկալի արդյունք։ այդ ոսկի գումարը վաճառեցի վրա է, ո՞նց է դա։ Հա, ամբողջը վաճառողի վրա է։ Եթե Աչոթների մեջ է մեր, ֆինանսների աչոթների մեջ, երբ որ ձեզ շաբաթական աչոթ ամեն շաբաթ, երկուշաբթի, երեքշաբթի օրը կախված նայած շաբաթ, էլի, մեզ տալիս է ֆինանսовի աչոթը շաբաթական, դուք կարաք մտնեք, տեսնեք, օրինակ, Վազվրատից հիմնականում 50 ռուբլի է գանձում, եթե FBS ենք հանձնում, այսինքն այստեղի մեր պահեստն ենք ՊՎԶ-ն ենք հանձնում, 15 ռուբլի յուրաքանչյուր ապրանքի համար, եթե 50 հատից ավել է 75 ռուբլի է գնում, բայց հաշվի առեք, որ մինչև 20 ապրանք անվճար կարաք հանձնեք, սկզբնական։ Դրանից հետո նոր արդեն սկսում։ Չէ, սկիզբը։ Գրանցումից հետո 20 ապրանք ընդամենը, դրանից հետո արդեն վճարով է լինում։ Պատվերի ժամանակ եմ ասում, երբ որ դուք այստեղ հանձնում եք ՊՎԶ, յուրաքանչյուր ապրանքի համար 15 ռուբլի ոնց որ մնում է այդ ՊՎԶ-ին, հա պունկտին է մնում։ Չէ, կապ չունի։ Հայաստանի մեջ ուղղակի լոգիստիկան քիչ է լինում։ Այստեղ քիչ է լինում, եթե այլ երկիր է գնում, մի փոքր ավել է լինում, բայց շատ չի լինում 500-ից 600 դրամ ոչ ավել, կախված է ձեր ապրանքի քաշից, գաբարիտներից, հա, այդ ամբողջը ազդեցություն է լինում այդ գնի հետ կապված ու դրա համար կարևոր դաշտ է, որ երբ որ ապրանքի տվյալները մենք լրացնում ենք, ոչ թե մոտավոր չափեր գրենք, այլ հստակ չափեր գրենք, որովհետև եթե շատ է լինում, դուք քիչ եք գրում, այդ կարա այնտեղ տուգանք առաջացնի, եթե քիչ է լինում, դուք շատ եք գրում, դուք լոգիստիկայի համար եք շատ վճարում, այդ ամբողջը մեկը մեկի հետ կապ ունի։ Օծիվը դրանից վատը չի գալի, վատ կարա ու իր մոտ էլ գնում է ու ուրիշ չափսերը վարվել։ Հա, եթե ապրանքի չափերի մասին է խոսքը, հա, ես նկատի ունեի ձեր ուպակովկայի չափերի մասին։ Ուպակովկա Հա, հա։ Իսկ եթե ապրանքի չափերը սխալ է գրում, բնականաբար, հա, օծիվների վրա ազդելու է։ Այստեղ հաստատ ընդունում եմ, մյուսի համար կարամ ճշտեմ։ Ես որ հանձնում էի, իրենք չէին անում, իմ պատճառով սկսեցին աշխատել այդ ուղղությամբ։ Ոնց որ օգնեցին է։ Չկար այստեղ։ Ես դիմեցի, որ իրանք բացեն, մի քանի անգամ դիմեցի, հա։ Արդեն մի տարուց ավել է աշխատում են։ Մենակ ես էի հանձնում։ Մենակ ես էի հանձնում, կան այստեղ վաճառողներ, շատ կան, ես լսել եմ 3-4 հոգու, բայց իրենք աշխատում են Ռուսաստանով, այսինքն պատվիրում են Չինաստանից ապրանքներ դեպի ռուսական պահեստ ու այդպես աշխատում են։ Դա նույն Ես մի քիչ մանրամասն եմ, բայց էլի խոսալու ենք, նայեք, Ռուսաստան որ ուղարկում ենք, դա պլյուսները ասեմ, հա, դրա, նախ ծախսն է մեր քիչ լինում, լոգիստիկ ծախսերը քիչ է լինում, ապրանքը հասանելի է լինում ավել արագ առաքման, դրա հետ կապված կարան պատվերները շատ լինեն։ Եթե Ռուսաստանն է լինում, Ռուսաստանից պատվերները շատ է, նորից եմ ասում, այստեղի պատվերների չափ չի։
Այդպես շատ է լինում, բայց այդտեղ մինուսը այն է, որ պահում եք ապրանքը այնտեղ, մինչև դուք հունի մեջ չընկնեք։ Ես դրա համար սկզբնական ընդհանրապես խորհուրդ եմ տալի, որ աշխատենք մեր պահեստով, հետագայում վաճառքի քանակ իմանալուց հետո նոր արդեն ուղարկենք ապրանքը Ռուսաստան։ Fulfillment ասված գոյություն ունի։ Միջնորդ ընկերությունն է։ Հա, միջնորդ ընկերությունն է, մենք դրա համար էլի գումար ենք, այսինքն ամբողջը ծախսի վրա, եթե ուզում եք միտեղ շահած լինեք, մյուս տեղը կորցնելու եք, նենց որ դուք ավելի լավ հասկանաք ձեր ապրանքը, դուք ինչ եք ընտրում, որ ըստ դրան նոր արդեն հասկանաք, օրինակ եթե կոտրվող ապրանք է, սպეციფიկ ապրանք է կամ անհատական ձեռքի աշխատանք է, որը որ դուք պետքա անեք, ավելի լավ է այսպես աշխատեք։ Իսկ եթե օրինակ պլաստմասից ապրանքը ամանների հավաքածու է, ավելի լավ է այնտեղ ուղարկեք, որովհետև դա իրանից մեծ ծախս չի ներկայացնում։ Քաշն էլ թեթև է ու արագ հաստատ կգնա։ Ընդհանրապես տնտեսական ապրանքները Վալբերսում շատ լավ աշխատում, եթե դեռ ապրանքի որոշման փուլում եք, կարաք նմանատիպ ապրանքներ էլ ընտրեք։ Այստեղ ֆինանսовый отчетն է, հաշվապահի հետ աշխատելու ձևը, հա, մանրամասնեմ, հաշվապահին մենք ամեն շաբաթ պետք է ուղարկենք մեր ֆինանսовый отчетը կամ ձև կա հատուկ վիկուպի отчетը, դա ենք ուղարկում կամ տվյալ ֆինանսовый отчетը։ Դրա այստեղ հատիկ առ հատիկ նշվում է, որ ապրանքն է վաճառվել, ինչ գնով է վաճառվել ու Վալբերսը ինչքան է վճարել։ Դրա հիման վրա Վալբերսը հայկական ՀՎՀ ունի, դրա համապատասխան հաշիվը դուրս են գրում։ Գումարները նստում է, հետո նոր հաշիվը, այդպես է լինում, հաշվապահորեն ինքը թույլատրելի չի, բայց Վալբերսի հետ այդպես աշխատում ենք, որովհետև մենք օֆերտա ենք ստորագրում, որի մեջ այդ կետը նշված է, որ այդպես է լինելու։ Օրինակ ես սկզբնական ծանուցում ստացա, որ իմ գրած հաշիվը չի համապատասխանում իմ ստացած գումարի օրվան ու հետին ամսաթվով էր հաշիվը դուրս գրվում։ Մենք ընդհանրապես ճշտեցինք այնտեղ, ասեցին, որ դա նորմալ է, եթե Վալբերսն է, ուղղակի պատասխանեք, որ այդպես է։ Ու վերջ, այսինքն դա մեզ խնդիր չի առաջացնի հաշվապահորեն, եթե օրինակ ձեր հաշվապահը ասի դա խնդիր է, իմացեք, որ դա խնդիր չի։ Մենք հետին ամսաթվով ենք հաշիվը դուրս գրելու, որտեղ գումարը ստանում ենք 2 շաբաթ հետո։ Այսպես հարցեր ունեք, այսքան էի նախատեսել, ճիշտն ասած, այս դասի համար ուղղակի զուտ ծանոթություն, որ հասկանաք edge ինչպիսի տեսք ունի, ընդհանրապես Վալբերսում ինչ չափանիշներ կան։